Շնորհակալ եմ, ոնց եւ նշվել էր մեր սոցհարթակներում, այսօր խաղաղ ակցիա են կազմակերպել ի աջակցություն դպրոցական Դավիթի, որը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված է իր կրթություն ստանալու իրավունքից եւ մենք սրտացավ քաղաքացիներով այստեղ ենք գտնվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք պահանջը։ Ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ ինչ-որ պատժամիջոց, պայմանական ասենք տնային կալանք, եւ այո, պահանջում եւ խնդրում ենք, որպեսզի տիկին Վարդապետյանը իջնի ներքև եւ զրուցի մեզ հետ եւ լսի մեզ։ Այո, տեղում է, մենք ոստիկանների միջոցով փոխանցեցինք մեր խնդրանքը, այս պահի դրությամբ մեզ հայտնեցին, որ կարող են մեզ երկու մարդ ուղեկցել ներս, որպեսզի գրավոր նամակը հանձնենք, ինչ-որ բաժնի պետի, անկեղծ չեմ հիշում, բայց դա մեզ համար բավարար չի, մենք ոչ թե ցանկություն ունենք ուղղակի մտնենք շենքի ներս, այլ մենք ցանկություն ունենք հանդիպելու տիկին Վարդապետյանի հետ կամ գոնե իրենից մի փոքր ավելի ցածր։ Բովանդակությունը ինչ է շարադրած։ Շարադրած է այն ամենը, ես կկարդամ հիմա ձեզ համար, եթե կարիք կա, բայց հստակ նշված է երկու պահանջ, որը ես արդեն բարձրաձայնեցի։ Տիկին Հովհաննիսյան, միջև նամակի ընթերցումը նախ դուք ակնկալում եք, որ որևէ բան կփոխվի Դավիթ Մինասյանի ապահովման միջոցի մեջ եւ նախորդիվ Դավիթի ընկերները, նրանց ծնողները այստեղ երկու անգամ ակցիա իրականացրեցին, ստորագրահավաք իրականացրեցին, դիմում փոխանցեցին եւ արձագանք չկա։ Գիտեք, ես այն հայերից եմ, այն հայրենատեր հայերից եմ, որը փորձում է անել այնինչ հնարավոր է անել։ Ակնկալիքներ մի քիչ բարդ է ասել, չեմ կարող ասել ինչպիսի պատասխաններ կունենանք, բայց ես երբեք չեմ նայում, թե ով ինչ է կազմակերպել։ Ես փորձում եմ իմ ուժերի չափ կազմակերպել այն, ինչ կարողանում եմ։ Իդեպ սա իմ կյանքի առաջի ակցիան է, ես նման բաներով երբեք չեմ զբաղվել, բայց որպես մարդ, ով բազմաթիվ երեխաների է օգնել եւ մասնակցել է պատերազմին ու տեսել է բազմաթիվ երիտասարդների զոհվելը, չեմ կարող անտարբեր մնալ։ Տեսեք, դուք կարծում եք, որ պատիժը անհամաչափ է ոչ միայն այն պատճառով, որ առողջական լուրջ խնդիրներ ունի 18-ամյա Դավիթը, թե այնուամենայնիվ կատարված արարքն էլ, չի բխեցնում այս կալանքին։ Նայած դուք արարք ինչ նկատի ունեք, նայեք, ես իրավաբան չեմ կարող իրավաբանորեն ձեզ պատասխանել, բայց որպես մարդ նայել եմ տեսանյութը եւ տեսել եմ ինչա եղել, այսինքն, երբ որ դու կանգնած ես եկեղեցում, երբ որ դու աղոթք ես անում եւ քեզ հերում են այս կողմ կամ այն կողմ, անչափահասության տարիքը նոր հատած երիտասարդ կարա, չգիտեմ, նեղվի դրանից, զգայուն է, այո, եւ ես չեմ ուզում շեշտը դնել միայն ու միայն հիվանդության վրա, որովհետեւ դա ճիշտ չի, բայց ես խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի դա պարտադիր հաշվի առնվի, որովհետեւ եթե Դավիթին կալանավորեն ու Աստված չանի Դավիթի հետ մի բան լինի, այս ամենը բոլորի խղճի վրա է լինելու։ Դուք ասել եք, որ քաղաքականացիա ներկա չլինեն քաղաքական ոլորտի, ներկայացուցիչները, բայց արդեն իսկ Դավիթին ներկայացված մեղադրանքը քաղաքականացված։ Այո, միանշանակ հարցը քաղաքականացված է, ես դրա մասին եւս գրել եմ իմ Facebook-յան հարթակում, բայց ես լինելով որևէ կուսակցության, որի մասին բազմաթիվ անգամներ խոսել եմ, խնդրել եմ, որպեսզի կուսակցության ղեկավարները, անգամ եթե շատ սրտացավ են, հատկապես ընդդիմադիրները, չգան, որ կողքից չասեն, այ տեսեք էլի ինչ-որ կուսակցական ակցիաներ են կազմակերպվում եւ այլն, որովհետեւ ես նման բաները չեմ ընդունում։ Սպասելիքներ ունեք Աննա Վարդապետյանից։ Սպասում եմ, որ կիջնի հիմա, կխոսի մեզ հետ, կլսի, դե դա թողնում եմ իր խղճի վրա։ Իսկ եթե դեզ առաջարկեն երկու հոգով բարձրանալ։ Միանշանակ կբարձրանանք,
այո, որովհետև էլի եմ ասում, այն ինչ ասվեց այստեղ հիմա, ես նաև ուզում եմ անձամբ նայելով իր աչքերին, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խոսել եւ փոխանցել մեր խնդրանք պահանջը։ Իսկ Դավիթի հետ հանդիպել։ Ես Դավիթին անձնապես չեմ ճանաչում, ես Դավիթին առհասարակ երբևէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում Դավիթի ծնողներին, ոչ մեկին չեմ ճանաչում։ Ես Վանաձորից եմ, ամեն ինչը տեսել եմ սոցհարթակներում ոնց եւ բոլորը, ու մի քանի օր պայքարելով Facebook-յան հրապարակումներով, իդեպ մենք նաև 4000-ից ավել քաղաքացիներ on-line հարթակում դիմել ենք, այո, ստորագրահավաք եւ դիմել ենք MIP-ին, որպեսզի պատշաճ ձևով արձագանքի այս ամենին։ Ես տեսել եի, որ ի սկզբանե արձագանքել Որքանով է նաև այդ հայտարարությունը։ Չեմ ընդունում այդ հայտարարությունը, մի փոքր սկզբից եմ կարդացել, մի փոքր վերջից, ես այդքան առողջություն չունեմ նման տեքստեր երկար կարդալու ոչինչի մասին։ Ամեն դեպքում, եթե ասում են այնտեղ կար հատված, որ Facebook-ով on-line հարթակում, այո, այսպես մի արեք կամ ինչ որ նախ շեշտեմ, հստակ ուզում եմ շեշտել, որ ոչ մի վիրավորանք ոչ մեկի կողմից չի եղել։ Ես անձամբ հետևել եմ, եթե եղել են 2 կամ 3 մեկնաբանություն ինձ մոտ ջնջել եմ, որովհետև մեր նպատակը ինչ որ մեկին վիրավորելը չի։ Մենք բոլորս սփիռտ մարդիկ ենք եւ քիչ բան չունենք մեր երկրի համար արած։ Դες չի մտահոգում, որ տեսեք սպանչելեք, հա, ակցիայի կներեք ակցիոնագրենք, որ ըստ էության հանրային հետաքրքրություն միայն սոցիալական ցանցերում ունի այս թեման։ Ինձ առհասարակ ամեն ինչն այս երկրում անհանգստացնում, վերջին տարիներին հատկապես, բայց ունենք այն, ինչ ունենք, գիտեք, ես ու Անահիսը երբ որ խոսում ենք, մենք ասեցինք անգամ, եթե 2 հոգով լինենք, բայց ոնց տեսնում եք արդեն մարդիկ հավաքվում են, մենք գալու ենք մեր պահանջը ներկայացնելու ենք։ Ամեն մեկս պետք է մեր խղճի առաջ Անահիս դուք էլ, հա։ Հարգելի Տիկին Վարդապետյան, մենք ՀՀ քաղաքացիների մի խումբ, չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, դիմում ենք ձեզ խնդրելով ուշադրություն դարձնել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի միջոցին։ Դավիթ Մինասյանը դպրոցական է եւ ունի առողջական խնդիրներ, որոնք մեր համոզմամբ անհամատեղելի են կալանքի պայմանների հետ եւ կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը։ Բացի այդ, նա փաստացի զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, այն դեպքում, երբ դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության եւ ապագայի վրա, ինչպես նաև առողջության։ Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում, հատկապես հաշվի առնելով Դավիթի տարիքը եւ առողջական վիճակը։ Խնդրում ենք ձեր լիազորությունների շրջանակում վերացնել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը, ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի Դավիթ Մինասյանի կրթություն ստանալու իրավունքը։ Մենք մեր դիմումը ներկայացնում ենք որպես քաղաքացիական խնդրանք եւ մարդկային կոչ, առաջնորդվելով մարդասիրության, համաչափության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով։ Հույս ենք հայտնում, որ դուք ուշադրությամբ կվերաբերվեք մեր դիմումին եւ կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, կանխելու երիտասարդի կյանքի եւ ապագայի հնարավոր ծանր հետևանքները։ Նման դիմում ներկայացրել են դեռ մեկ շաբաթ առաջ փաստաբանները, խնդրելով դատախազին կիրառել իր լիազորությունը եւ փոխել կալանքը նաեւ ընկերները, բայց այս պայդրությամբ որևէ արձագանք չկա։ Ինչքանով այս նամակին կարձագանքեն։ Լրագրող, ես այդ հարցին արդեն պատասխանել եմ։ Ես երբեք չեմ նայում, թե ով ինչ է արել։ Ես անում եմ ինձնից հասանելիքը եւ հույս ունեմ, որ գոնե մեր իրավաբանների, դասընկերների, ես հետևում եմ, որ էլի բավականին ակտիվ կազմակերպում են ակցիաներ ու շատ ցավում եմ, որ այդ երեխեքը քիչ են, հա, ու կոչ եմ անում մեր մարդկանց, որպեսզի միանան, գուցե գումարվի եւ հույս ունեմ ինչ որ բանի կհասնի։ Ներսից արձագանք կա։ Ներսից արձագանք կա, մեզ ասեցին, որ 2-3 հոգով կարող ենք մոտենալ դիմումների հանձնելու բաժնի պետին, եթե չեմ սխալվում, ես նորից ասեցի, որ հրաժարվում եմ հանդիպել տվյալ անձի հետ, որովհետև իմ պահանջի իրեն չէ, ես կարող եմ ուղղակի թողնել եւ գնալ, հա,
բայց ասեցին փորձեք, գուցե ինչ որ բան ստացվի, երբ որ Դատախազի հետ հանդիպումից որևէ լույս չկա։ Գլխավորում։ Հա, Գլխավոր պահանջը դա է։ մեր պահանջը դա է, ասում են մտեք, գուցե ինչ որ բան ստացվի, չեմ կարող ասել այս բանին։ Ինձ թվում է կմտնենք, երևի մի քիչ մարդկանց հետ կշփվենք, կարծում եմ արժի մենք ուզում ենք դիմումին նաև կցել մեր ստորագրությունները անուն ազգանուններով, անենք այդ ամենը ու նոր արդեն Տեսեք, մի այսպիսի հարց է, դուք ասացիք գործողությունների մասով, որ չեք սպասում տեսնեք ով ինչ է արել, չեք նայում։ Այս ակնկալիքների մասով վերջին տարիներին մենք ականատեսենք եղել բազմաթիվ քաղաքական գործողությունների, խոշտանգումների, չեն նայել տարեց մարդիկ, բազմազավակ մայրեր, ինչն է ձեզ ստիպում մտածել, որ այս անգամ գուցե խղճի մտок գործեն, եթե ոչ թե այս անգամ, ես ամեն անգամ հույս եմ ունենում, որ մեր երկրում դեռ ամեն ինչ մեռած չէ։ Այնպես չի, որ ես իհարկե խաղաղ ակցիա կազմակերպել առաջի անգամ, բայց իմ Facebook-յան հարթակում ես միշտ պայքարում եմ բոլոր անարդարացի որոշումների համար։ Կապ չունի տարիքով է, կին է, տղամարդ է, երեխա է, թե որ ասեմ շատ մեծ հույսեր ունեմ, բնականաբար կստեմ, բայց ինչպես ասում են, հույսը վերջում եմ։ Տիկին Հովհաննիսյան, եթե կարելի է մեկ հարցել, օրինակ դուք ինչ ուղղություն եք այն մայրերին, որոնք ունեն տղա երեխաներ եւ չի բացառվում, որ վաղը օրինակ նման դեպք պատահի նաեւ իրենց տղաների հետ։ Ես առհասարակ ուղերձ ունեմ մեր հայ ազգին, բոլոր գիտակից մարդկանց չվախենալ ոչինչից եւ պայքարել մինչեւ վերջ։ Գիտեք, Facebook-ում պայքարելը բավականին հեշտ է։ Ուղակի 1+ դնելով կամ ուղակի 1 վերջի ժամանակներում մենք տեսնում ենք թե լայքերի պատճառով ինչքան մարդկանց են աշխատանքից անում, բայց ամեն դեպքում իսկ գալ իրական կյանքում պայքարել ու մինչև վերջ գնալ, ես մարդու մեջ շատ հարգում եմ դիսցիպլինա ասվածը։ Եթե մենք ամեն մեկս մեր մեջ ունենանք այդ դիսցիպլինա ասվածը, վստահ եմ, որ լիքը բաների կարող ենք հասնել մեծաքանակ համախմբման դեպքում։ Տիկին Հովհաննիսյան, մի այսպիսի հարց դուք չեք կարծում, եթե այսքան լուսաբանվում է, ավելի մեծ հանրային հնչեղություն կունենա եւ հանրային ճնշումը կստիպի, որ վերանայվի որոշումը եւ խափանման միջոցը փոխվի։ Ես հույս ունեմ, որ հենց այդպես է կլինի։ Հենց դրա համար եմ ես խնդրել բոլոր լրագրողներին միանալ մեզ, որովհետև դուք ահռելի աշխատանք եք կատարում եւ ձեր շնորհիվ հատկապես վերջերս տեսնում ենք ինչքան հարցեր են բարձրաձայնվում ու շատ մեծ հույս ունեմ, որ հանրային ճնշման արդյունքում կվերանայվի Դավիթի նկատմամբ կալանք։